Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Նոյեմբերի 17-ին հարձակում է տեղի ունեցել Երևանի Շիրարարների փողոցի բանկերից մեկի վրա, ՎՏԲ բանկի մասնաճյուղում անհայտ անձը հափշտակել է շուրջ 1 միլիոն դրամ եւ դիմել փախուստի։ Ընտրակաշարք ստանալու տալու եւ ընտրակաշարքի միջնորդության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնել է քրեական վարույթ 5 անձունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ Նախորդային խոզարկություններ են իրականացվել հաղթանակ դաշինքի անդամների տներում։ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ։ Քննչական կոմիտեն ավարտել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք ավտոմեքենաներով արգելափակել են Մերձավան բնակավայրի Այգեգործների փողոցում գտնվող մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը թույլ չտալով շարունակել ճանապարհը, իջնելով ավտոմեքենաներից մի խումբ անձինք խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ առանց որևէ պատճառի սկսել են վիճաբանել մյուս կողմի հետ, փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց, ինչպես նաև քարեր նետել։ Մյուսների ուղղությամբ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել կալանքը։ Քննչական կոմիտեում ավարտվել է վաղարշաբաթ համայնքում գործող գազալցականում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնած քրեական վարույթի նախաքննությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երկու քաղաքացի իրենց միջև առկա տարաձայնությունները պարզաբանելու նպատակով մարտի 22-ին հանդիպել են վաղարշաբաթ համայնքում գործող գազալցականում, որտեղ տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության։ Նրանցից մեկն իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակել է մյուսի ուղղությամբ սպանելով նրան։ Շամշանքոմի տեղեկություններով նոյեմբերի 11-ին Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ։ Բուժօգնության դիմացներն են Շիրակի մարզի բնակիչներ 25-ամյա, 26-ամյա եւ 29-ամյա տղամարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Պարզվել է, որ Հորոմ գյուղի Ղապլվա փոսեր կոչվող դաշտավայրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Շիրակի մարզի 20 եւ 21-ամյա բնակիչները հարվածներ են հասցրել ավելի ուշ հիվանդանոց տեղափոխված 3 համագյուղացիներին, ինչպես նաեւ գործի դրել կտրող ծակող առարկա։ Նոյեմբերի 14-ին ոստիկանությունը հազանգած քաղաքացին հայտնել է, որ Մայրաքաղաքի Քաջասունու փողոցի մի շենքի տակ գտնվող գրասենյակային տարածքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդիկ վիճում են։ Պարզվել է, որ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել եւ հանրության անդորը խանգարել են 27-32 տարեկան 4 տղամարդիկ։ Նրանք ձերբակալվել են, նրանցից մեկի Իսակովի պողոտայի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։ Նոյեմբերի 16-ին բաժին է ներկայացել 44-ամյա մի օտարերկրացի, որը 2020 թվականից Իրանի կողմից հետախուզվում էր վստահության չարաշահման մեղադրանքով։ Նոյեմբերի 14-ին Գյումրու ոստիկանները հայտնաբերել են 30-ամյա եւ 32-ամյա երիտասարդների, իսկ 30-ամյա գյումրեցու մեքենան տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա երիտասարդը հայտնել է, որ բնականում զենք, իսկ մեքենան թմրամիջոց է պահում։ Հայտնաբերվել է Մակարով տիպի ատրճանակի նմանվող առարկա պահունակով, իսկ մեքենայի զննությամբ շուրջ 5 գրամ մարիխուանա։ Նոյեմբերի 17-ին Հարթավան Շենավան գյուղերի խաչմերուկում բախվել են Nissan Rouge եւ Toyota Magnishi ավտոմեքենաները, ինչից հետո Nissan Rouge-ը բախվել է ճանապարհային նշաններին, կոտրել դրանք, որոնք վնասել են կայանված Volkswagen եւ Toyota Magnishi ավտոմեքենաները։ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 17-ին Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գրիգորի վարած թիվ 22 երթուղին սպասարկող Հայար Magnishi ավտոբուսը եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկի վարած Opel Magnishi ավտոմեքենան, Opel-ի ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Հայկը տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 17-ին Վարդենիս Մարտունի ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արսենն իր վարած Chevrolet Magnishi ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում եւ բախվել գազատար խողովակին։ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 17-ին Սեբաստիա եւ Միքայելյան փողոցների խաչմերուկում բախվել են Range Rover, Audi, Mazda եւ Nissan Magnishi ավտոմեքենաները, ինչի ընթացքում ավտոմեքենաներից մեկը վրայերթի է ենթարկել կին հետիոտնին։ Վրայերթի ենթարկված կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 17-ին Երևան Երասխավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արմանի վարած Dodge Magnishi ավտոմեքենան եւ Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգի վարած Hovo Magnishi Բեռնատարը։ Dodge-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում։ Dodge-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 18-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշաբաթ քաղաքի Մռավյան Ալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, փլատակներում արգելափակված քաղաքացի կա։ Պարզվել է, որ պատյունը տեղի ունեցել գազի արտահոսքից, փրկարարները սահմանազատել են տարածքը, մեկ քաղաքացու դուրս բերել փլատակներից եւ տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։
Նոյեմբերի 17-ին հազանգեստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Հակոբյան փողոցում գտնվող տներից մեկին կից խորդանոցում։ Հրշեջ փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան տներ, ապա մարել այրվող անասնագոմի ծածկը, տուժածներ չկան։